Տեր հայր, մեր աղոթները կարող են փոխել մեր շրջապատող դժվարությունները։ Հնարավոր է որոշակի դժվարություններ կամ պարագաներ աղոթքը փոխի, բայց մենք պետք է հստակ իմանանք, որ աղոթքի նպատակը ոչ թե մեր շրջապատը փոխելն է, այլ ինքներս մեզ փոխելն ու փոխակերպելն է։ Անհայտ մի հեղինակ ասում է, աղոթքը չէ, որ ինչ-որ բաներ փոխում է, աղոթքը ինձ է փոխում, ես էլ փոխում եմ իմ շրջապատը, ուրեմն նշանակում է, որ մենք պետք է աղոթենք ոչ թե աշխարհը փոխելու, այլ ինքներս մեզ փոխելու եւ մեր միջոցով Աստծուն հնարավորություն տալու մեր շրջապատը կամ մեր կյանքի պայմաններն ու դժվարությունները այլ կերպ փոխել դեպի բարին առաջնորդելու համար։ Երբ փորձության ենք հանդիպում, պետք է աղոթենք Աստծուն, որ այն հեռացնի մեզանից։ Անշուշտ կարևոր է, որ մենք նեղության, փորձության, դժվարության ժամին Տիրոջն աղոթում ենք, բայց Տերն ուզում է ոչ թե աղոթենք նրա համար, որ փորձությունը մեզանից հեռանա կամ մենք փորձության մեջ չընկնենք, այլ հակառակը մենք ավելի հզոր, ավելի հավատքով դառնանք, որպեսզի այդ փորձություններին կարողանանք դիմագրավել։ Փորձությունը անհնար է, որ չգա, սիրելիներս, բայց շատ կարևոր է, որ դու չմտնես այդ փորձության մեջ, այլ քո աղոթքով այնքան հզոր լինես, այնքան ուժեղ դառնաս, որ կյանքի բոլոր տեսակի փորձությունների մեջ դու հաղթանակած դուրս գաս։ Տերը երբեմն թույլ է տալիս փորձությունը մոտենալու, որպեսզի քո հավատքը տեսնի զորավոր է, հրաշքներ գործող է, փոխեղ է, թե այդ հավատքը հենց նեղությունը հանդիպում ես, տկարանում, թուլանում ու անհետանում է։ Դրա համար շատ կարևոր ոչ միայն նեղության, դժվարությամբ, այն ինչպես որ շատ շատերն են աղոթում, այլ ամեն օր աղոթել, որպեսզի փորձությունը չկարողանա քո վրա տապանակար դնել։ Պետք է աղոթել մեկի համար, ով մեզ ատում է։ Անշուշտ պետք է աղոթել մեկի համար, ով մեզ ատում է։ Մեզ ատողի համար աղոթելով, որ մենք հասնում ենք սրբության։ Շատ հեշտ է աղոթել նրա համար, ով որ քեզ սիրում է, բարի գործել նրան, ով որ քեզ բարիք է գործում։ Մենք սրանով չենք սրբանում, այլ հակառակը սրբանում ենք մեզ ատողի համար աղոթելով։ Գուցե այդ մարդը չփոխվի, այդ մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվի, բայց նրա համար աղոթելով է, որ մենք ավելի լավն ենք դառնում, սրբանում ենք, զորանում ենք եւ Աստծուն ավելի հաճելի ենք դառնում։ Նշանակում է ուրիշի ատելությունը բերում է մեզ դեպի սրբություն։ Իսկ երբ աղոթում ենք, բարիք ենք գործում Աստծո հանդեպ։ Այդ բարիքը Աստծո հանդեպ չէ, որ գործում ենք, այլ մեզ համար ենք գործում։ Աղոթքը մեզ է պետք։ Մենք Աստծո կարիքն ունենք, ոչ թե Աստված մեր կարիքը։ Եթե մենք շատ աղոթենք, դրանով Աստծո փառքը չենք ավելացնում, ոչ էլ չաղոթելով Աստծո փառքը նվազեցնում ենք։ Հակառակը, աղոթելով մենք ենք փառավորվում ու պատվում Աստծո կողմից։ Հիսուս մեզ աղոթք չսովորեցրեց նրա համար, որ ինքը այդ աղոթքի կարիքն ունի, այլ որ մենք այդ աղոթքի կարիքն ունենք եւ այդ աղոթքը անհրաժեշտություն է իր հետ լինելու համար։ Աղոթքի ճանապարհով է, սիրելիներս, որ մենք հին մարդուն մեր վրայից հանում ենք, նորն ենք հագնում Քրիստոսով եւ առաջնորդվում ենք դեպի փրկություն։ Եթե չլինի աղոթքը, մենք կդադարենք գոյատևել։ Դա նույնն է, որ մարդը շնչառություն չունենա։ Աղոթքը մեր հոգու շնչառությունն է։ Առանց աղոթքի մեր հոգին անմահությունը կկորցնի։ Առանց աղոթքի մենք կդադարենք գոյատևել այս աշխարհի մեջ։ Իսկ եթե աղոթքը կա, մենք կփոխակերպենք, կհզորանանք, Տիրոջ կողմից կպատվենք եւ վերջապես հաղթանակած դուրս կգանք Քրիստոսի հաղթական ընթացքը շարունակելու համար այս աշխարհի մեջ։